Այսօր մեր սրբազան հոգևոր հայրերը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը եւ բազմաթիվ հայորդիներ, ովքեր իրենց ձայն են բարձրացրել ի պաշտպանություն հայ եկեղեցու հոգևոր արժեքների, մեր հայրենիքի եւ պետականության անխախտության, իշխանությունների թեթև ձեռքով եւ կեղծ մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ։ Հասկանում ենք, որ իշխանության պահպանման մոլուցքը ստիպում է այս մարդկանց արդարացնել ապազգային իրենց քայլերը, սակայն իշխանական աթոռին նստած այդ մարդիկ ոչ մի կապ չունեն ոչ հայ ժողովրդի հետ եւ ոչ էլ նրանց շահերի հետ։ Ուստի իմ հորդոր խնդրանքն է հավատացյալ մեր ժողովրդին լինել միասնական եկեղեցու կողքին եւ չընկրկել, այլ անդադար աղոթել մեր հայրերի Աստծուն, մեր բանտարկված հոգևոր հայրերի եւ հայրենակիցների ազատության եւ մեր հայրենիքի անսասանության համար։ Աստված ողորմած է եւ սիրող հայր է եւ անպայման կպատասխանի մեր խնդրանքներին։ Երբ Պետրոս առաքյալը բանտում էր, եկեղեցին անդադար աղոթում էր նրա համար եւ Աստված լսեց նրանց խնդրանք աղոթքը եւ բացեց շղթայված Պետրոս առաքյալին։ Այսպիսին է միասնական եւ անկեղծ աղոթքի զորությունը։ Ուստի մեջ բերելով Հովան Ոսկեբերյան հայրապետի խոսքերը, իմ հույսը եկեղեցին է, իմ ապավենը եկեղեցին է, իմ որդեական խոնարհումն եմ բերում ազգիս վեհափառ հայրապետին, ամենայն հայոց կաթողիկոսին, նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II-ին եւ իմ բոլոր հոգևոր եղբայրներին, ովքեր հավատարիմ են իրենց առաքելության եւ ուխտի մեջ։